Գեղամ Մանուկյանը կարայինի սենյակ հրավիրի, բայց ոչ դուրս եկեք։ Բախորեն Գեղամ Մանուկյանի գործերի շատ Չէ, բայց որպես լրագրող, թե որպես դե որպես հրամանը դուրս եկեք։ Դուք ընդհանրապես առաջնորդվում եք Առաջնորդվում դուրս եկեք։ Ես խնդրում եմ լրագրողների խոչընդոտել։ Մասնակցել մեկ լրագրողներ որպես 5 րոպե Հանրաժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հանձնաժողովի նիստի դիստը լուսաբանել։ Գեղամ Մանուկյանը չի նիստը ղեկավարում։ Դուրս եկեք։ Իրենց կամայական որոշմանը մի ենթարկվեք, սա կամայական որոշում է։ Մեր չկապեց աշխատողներ, հարգելի գործընկերներ, կապեց աշխատողներ, Դավիթ Առաքելյանը հուսա միջանցքում է, չի փախել մտել իր կաբինետը։ Մենակ հրահանգ է կատարում։ Ալեն Սիմոնյանի ձեր ներողություն Հարցազրույց տվեք դուք հարցազրույց տվեք Կանգնեք ձեր ապօրինի պատասխանը տվեք։ Ես ձեզ դատարանում, պարոն Առաքելյան, մեկ անգամ ինձ հավատարմագրումից զրկելու մասով հաղթել եմ։ Դուք մանիպուլացնում եք։ Ոչ, եկեք գնանք օրենքը բերեմ վճիռը ձեզ ցույց տամ։ Դուք առաջի Ասիանի դատարանի որոշում Ալեն Սիմոնյանի կամակատարն եք, պարոն Առաքելյան։ Դուք առաջի Ասիանի դատարանի որոշումը դա դեռ հաղթանակ չի, օրենքի ուժի մեջ մտած չի։ Հա, լավ, վերաքննիչում եք բողոքարկե, փրփուրներից եք, պարոն Առաքելյան։ Խնդրում եմ լքել տարածքը։ Մենք օրենք ցույց տվեք, որ մեզ կարան դուրս հանեն։ Հավատարմագրումից եք Հնարի մեկ ա գալի, հնարը հետ կա գալի, ժողովուրդ մի րոպե, պարոն Մանուկյան, լսում եմ ինձ, պարոն Մանուկյան, Թույլ տվեք մեր գործընկերներին շատ կարճ պարզաբանել։ Պարոն Առաքելյան, ձեր պարտականությունների մասին դատարանը որոշում է Պարոն Մանուկյանը կուղեկցի ձեզ, Պարոն շնորհակալություն։ Մանուկյանը կուղեկցի, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք դատարանում, որտեղ դուք ապօրինի մեզ զրկել եք հավատարմագրում, կամ դուրս են գալի կամ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Ալեն Սիմոնյանը քաղաքացին ինչպես պնդում էր, թքեց քաղաքացու վրա, ձեռքերը ոլորեց պատասխանատվության չի ենթարկվեց, այս դեպքում պատասխանատվության ենթարկվեց։ Այդ թվում եւ պարոն Կոնջարյանի ենթադրյալ բնակարանի կոռուպցիոն դրսևորումը իր կոկորտին է մնալու։ Կհանդիպենք։ ինչ է եղել առաջի Ասիանում։ Չենք անում, ժողովուրդ ջան, դուրս են գալիս։ Դուրս են գալիս։ Հարցազրույցը դադարեցնում եք, հետո հայտարարությունը կլսեք։ Չէ, դու ճանապարհով։ Ճանապարհը բացեք։ Աշխատողներ, ինչ եք Ճանապարհը բացում եք, որ մի խառնվեք։ Ճանապարհը բացեք։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից։ Ես դեռևս 1 տարի առաջ, երբ որ ինքը նման որոշում կայացրեց Արթուր Հովհաննիսյանի ԿՊ խմբակցության քարտուղարի մասով, մենք դատարանում հաղթել ենք այդ գործը, իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այսինքն Դավիթ Առաքելյանի արդեն իսկ կայացած մեկ որոշումը ինձ հավատարմագրումից զրկելու մասով արդեն դատարանում կա վճիռ, որ մենք հաղթել ենք, իրենք բողոքարկել են։ Ճանապարհը բացեք, որ կարող արեք։ Հիմա հարգելի գործընկերներ, ազգային ժողովի պատգամավորը հայտ է իջեցրել, մենք եկել ենք եւ լուսաբանում ենք իր գործունեությունը։ Շոու եք անում, դուք Ալեն Սիմոնյանի շոու եք։ Գեղամ Մանուկյանի մոտ եք եկել, դուք Մենք Հայկ Կոնջարյանին փորձել ենք հարցնենք, որտեղից ձեզ Town House-ը, ինչպես է կարողացել գնել, ինչպես է ստացվում, որ դուք կարողացել եք 50% զեղչով գնել, ու դրա համար մեզ հանել են դուրս։ Ընդհանրապես հարց տալու համար 4 կլան գործել է Ալեն Սիմոնյան, Դավիթ Առաքելյան, Հայկ Կոնջարյան եւ Արթուր Հովհաննիսյան։ 4 դուրս են գալի։
Մեզ ապօրինի հավատարմագրումից զրկելու մասով հայցը արդեն այո նախատեսված վայրում հարգելի գործընկերներ սենյակ չենք մտել ՊՊՑ աշխատակիցներին ձեզ վստահեցնում եմ հարցրել ենք անգամ հարգելի գործընկերներ եկեք գնանք այդ մուտքը գնում ենք մուտքը Պարոն Մանուկյան, ես ուզում եմ մուտքը ցույց տամ, մուտքը, որը մեզ համար նախատեսված է եղել, Չես ենթարկում մեր օրինական պահանջին։ Ես են օրինական պահանջին չես ենթարկում։ Բայց ինքը իրավունք ունի Բռնություն չկա։ Ամենահայական օրինական պահանջները չեք կատարում։ Ոչ, ռեժիմի խախտում։ Հարգելով ձեր աշխատանքը դուք անում եք ապօրինություն։ 3 անգամ։ Ձեր իրեն հեսա կբերեմ։ Դուք վայրը ես ձեզ ՊՊՑ աշխատակիցներից եմ ասել, կարող եմ այստեղ կանգնել եւ ասել, այո, կարող ես կանգնել։ Հիմա ես գնեմ դա Այդ հարցերը արդեն, այդ հարցերը գտա ով որ դուրս հանեին։